Դրանք կեղծիք են ես Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը այսպես արձագանքել է իրեն վերագրվող վարկաբեկիչ տեսանյութերին, որոնք տարածվել էին շաբաթներ առաջ։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ տեսանյութերի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանցում Արշակ Սրբազանն է։ Սակայն նա այսօր հերքել է քննչականի պնդումը եւ հայտարարել, որ հանդիպումներ է ունեցել ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ նրան փորձել են համոզել, նաեւ սպառնալիքների ակնարկներ են եղել։ Քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ես անունները չեմ ցանկանում նշել։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների։ Ինչպես? Դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողարկվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումների։ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Կիրակնորյա պատարագը նորից ուղեկցվել է սկանդալով։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես պատարագ մատուցող քահանան խմբագրել է աղոթքի տեքստն ու չի տվել վեհապարի անունը։ Փոխարենը հավաքված հավատացյալներն են բարձրաձայն հնչեցրել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Անվտանգության աշխատակիցները երկու երիտասարդների դուրս են բերել եկեղեցուց, ուժով նստեցրել ոստիկանական մեքենան։ Կաթողիկոսը Գարեգի երկրորդն է։ Կաթողիկոսը, բայց քեք սպասում գլխի։ Ուշտիգարով գլուխ է որ չցայ հարկում, ի՞նչ հայ Մի խոչընդոտեք մեզ։ Մեր գործողությունը մի խոչընդոտ։ Մարտա որսած։ Մենք բռնություն չենք օգտագործում։ Գլխին սխմել է բռնություն ենթարկել։ Ոչ, դա բերման ենթարկելու ձև է։ Իսկ կաթողիկոսի անունը այդ նոր բարեփոխումներից հետո է այս ձևը կիրառվում։ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Կիրակնորյա այս պատարագի շուրջ հանրային հետաքրքրությունը մեծ էր մեր ձևով շարժման անդամ Նարեկ Կարապետյանի մասնակցության պատճառով։ Մինչև պատարագը նա հայտնել էր, որ 15 տարի է ամեն կիրակի հենց Սուրբ Սարգիս եկեղեցի է գալիս պատարագի եւ բաց չէր թողել նաեւ այս Կիրակնորյա պատարագը, որի ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բանտարկված 3 սրբազաններից երկուսը Բագրատ եւ Միքայել arczepiskoposները կոչով դիմել են ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել եպիսկոպոսատ ժողով քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված 3 սրբազանների մասնակցությունը։ Մեջբերում աղոթում ենք հույս եւ համոզում հայտնում, որ վեհապար հայրապետն ամուր եւ անսասան կմնա եւ որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը եւս։ Երկու սրբազանները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներին անվանել են տիրադավեր եւ կոչ արել վերադառնալ մեջբերում կանոնական դաշտ, հուզող հարցերը բարձրացնել եկեղեցական ատյաններում։ Հայաստանում օդի որակը վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում բարելավել մարտի կեսերից։ Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դա պայմանավորել է տարբեր բարդ գործոններով, բայց առաջնահերթ դիտարկել Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Քաղաքապետի խոսքով օդի աղտոտվածության խնդիրը կապված է նաև եղանակային պայմանների հետ։ Լուծումներ, ինչպես նշել է Ավինյանը, կան, սակայն դրանք բարդ են եւ շատ դեպքերում պետք է իրականացվեն Երևանի սահմաններից դուրս, հարյուրավոր հեկտարներով անտարածածկ, մշտադարար կանաչապատ տարածքներ ստեղծելով։
Հռոմի Պապը Ստամբուլ այցի ժամանակ հայ առաքելական եկեղեցում մասնակցել է պատարագի եւ իր ողջույնն ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին։ Լևոն 14-րդը ասել է, որ հայ ժողովուրդը Աստծուն քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում հաճախ ողբերգական պայմաններում է հայտնվել։ Նա հիշեցրել է, որ Հռոմի Պապի եւ Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ Պապի եւ Վազգեն I-ի միջև։ Հռոմի Պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան, այդ երկրի համար խիստ անորոշ ու վտանգավոր մի պահի, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով իսրայելական հարվածներ են հասցվում, ինչպես պնդում է Թել Ավիվը, Համաս շարժման դիրքերին։ Լևոն 14-րդը Լիբանան այցով կատարում է իր նախորդի Ֆրանցիսկոս Պապի խոստումը, որը տարիներ շարունակ ցանկանում էր այցելել, սակայն առողջության վատթարացման պատճառով չէր կարողանում։ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Հայտարարվել է միջպետական հետախուզում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայիս падգամավորներից շատերը հրաժարվում են իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Որպես падգամավոր որոշել է չառաջադրվել Խաչատուր Սուքիասյանը։ Լուրն այսօր լրագրողներին հայտնել է падգամավորի մամուլի խոսնակը առանց պատճառների մասին խոսելու։ Աննա Հակոբյանի եղբայրը Հրաչյա Հակոբյանը եւս հրաժարվել է խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արզնի կաթնամթերք ՍՊԻ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է արտադրվում։ Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրանքի մեծ մասում առկա են մանրէներ եւ արտադրանքը ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ասված է հաղորդագրությունում։ Անտառային հրդեհներ են օկուպացված Արցախում, կրակը երևում է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից։ Լրատվամիջոցները հայտնում են, որ քարվաճառում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Քաշաթաղ։ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների փակումը, նշվում է կառույցի հայտարարությունում։ Դեռ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին խորհուրդը որոշում էր կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված կառույցները Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո։ Կառավարությունը պատրաստվում է ընտանիքում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստը դարձնել կես միլիոն դրամ, անկախ ընտանիքում ծնունդի քանակից։ Զուգահեռաբար կառավարությունը նախատեսում է նաև երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչև նրա 6 տարին լրանալը տրամադրել ամսական 50,000 դրամ նպաստ։ Ձմռան առաջին 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն եւ ձնախառն անձրև, հովտային շրջաններում անձրև։ Ֆլորիդայում հանդիպել են ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները։ Մի քանի ժամ տևած բանակցությունները կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական եւ անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների եւ տարածքային հարցերի վրա։ Քննարկումների ընթացքում խոսվել է նաեւ Կիևի անվտանգության երաշխիքների մասին։ Ուկրաինան չի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, այն ամրագրված է երկրի սահմանադրությամբ, իսկ դրա փոփոխությունը հանուն խաղաղության համաձայնագրի կնքման վատ նախադեպ է, ասել են ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները։ Բանակցային գործընթացը տեղի է ունենում ուկրաինական պատվիրակության կազմի կտրուկ փոփոխությունների ֆոնին։ Այն Ֆլորիդայում գլխավորում է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, որը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նրա խոսքով ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։ Հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները կմեկնեն Մոսկվա։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խաղաղության հարցում իրենք լավ ցուցանիշներ են գրանցել եւ հնարավոր է, որ շուտով հակամարտությունը դադարի։
Good morning. So today we meet. Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրվի բանակի կրճատման հարցում, հայտարարել է Եվրախորհրդարանի արտգործնախարար Կայա Կալասը։ Մենք ճիշտ չենք համարում միջամտել ինքնիշխան պետությունների որոշումներին նրանց բանակների չափերի վերաբերյալ, բայց եթե ճնշում գործադրվի ուկրաինական բանակի վրա, այն պետք է գործադրվի նաև ռուսական կողմի վրա, ասել է նա։ Դիվանագետը նաև նշել է, որ իրենք Ռուսաստանի դեմ նոր ճնշումներ կսահմանեն։ In order to. Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում հասունանում է ռազմավարական լուրջ փոփոխություններ։ Կառույցն այժմ ակտիվորեն ուսումնասիրում է Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ քայլերին հակազդելու նոր տարբերակներ։ Դաշինքը մտադիր է կատարել առավել նախաձեռնողական քաղաքականություն, որը ենթադրում է զուտ արձագանքողի դիրքորոշումի փոխարեն իրադարձություններից առաջ ընկնել եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ ՆԱՏՕ-ն նախատեսում է նման հարվածները ձևակերպել եւ ներկայացնել որպես պաշտպանական անհրաժեշտ միջոցառումներ։ Նման մոտեցումը դուրս է ՆԱՏՕ-ի ավանդական պրակտիկայի եւ գործելավոճի շրջանակներից։ Խնդիրները հիմնականում իրավական բնույթի են, ինչը բարդացնում է որոշումների կայացումը։ Բացի այդ, դեռևս հստակ չէ մեխանիզմը, թե դաշինքի կազմում կոնկրետ որ մարմինը կամ ստորաբաժանումը պետք է լիազորված լինի իրականացնել գործողությունները։ Արևմտյան ռազմական բլոկի այս հայտարարություններին կոշտ արձագանք է տվել ռուսական կողմը։ Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը պնդել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ մեծ պատերազմի։ Ըստ դիվանագետի, դաշինքն այդ նպատակով վախեցնում է սեփական բնակչությանը Կրեմլի գոյություն չունեցող ծրագրերով, թե իբր Մոսկվան պատրաստվում է հարձակվել դաշինքի անդամ երկրների վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել երկրի նախագահ Իսահակ Հերցոգին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել Իսրայելի նախագահին, կոչ անելով դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ נדרשת אחדות לאומית. Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայությունը կանխել է Ղրիմում Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպայի դեմ ահաբեկչական հարձակումը։ Ծառայության տվյալով այն կազմակերպվել էր Կիևի հանձնարարությամբ երկրի պաշտպանության նախարարության ավագ սպաներից մեկի դեմ։ Ըստ հրապարակված տեղեկության, Ուկրաինայի քաղաքացին պետք է պայթեցներ ռուս զինծառայողին նրա անձնական ավտոմեքենայում, սակայն Կիևի գործակալը զոհվել է հենց ականը մեքենայի տակ տեղադրելու պահին։ Բրազիլիայում կենթանաբանական այգում առյուծը սպանել է իր վանդակը մտած երիտասարդին։ Գիշատչի մոտ գնալու համար տղամարդն անցել է 6 մետրանոց ցանկապատի վրայով։ Օքսֆորդի բառարանը Rage-Bait կապակցությունը հայտարարել է 2025 թվականի տարվա արտահայտություն, որն անգլերենից բառացիորեն նշանակում է զայրույթի հրահրում։ Այն սահմանվում է որպես առցանց բովանդակություն, որը միտումնավոր ստեղծվել է զայրույթ կամ վրդովմունք առաջացնելու համար, լինելով տհաճ, սադրիչ կամ վիրավորական։ Նման բովանդակությունը սովորաբար հրապարակվում է կայքերի կամ սոցիալական հարթակների լրատվամիջոցների դիտելիությունը մեծացնելու նպատակով։ Այն նման է իր ինտերնետային գործընկեր Clickbait-ին, որտեղ վերնագիրն օգտագործվում է ընթերցողի ուշադրությունը գրավելու եւ հոդվածը կամ տեսանյութը դիտելու համար։